Ծափարենք, Խաչ Սերոբյան։ Խաչ հետաքրքիր ինչ-որ հայկական ֆյուժն էիք պատրաստել եղբայրներով իմիջայլոց, հարազատ եղբայրն է, դեք ծափարենք։ Ապրեք շատ, Խաչ ջան, ողջունում եմ, ձեր մտահղացումը բավականին հետաքրքիր էր, այն որ դու հենց համարի սկզբից նվագում էիր այսքան կարճ կարող է հնարավոր է շատերը չեն հասկացել, բայց Խաչը նվագում էր եւ եղբայրը ձայնագրելով հավաքում էր այն բիթը, որը հենց հիմքն էր դրան, որպեսզի Խաչը հետո հանգիստ նվագի կամանչա եւ շեփոր, այնպիսի հետաքրքիր բան էիք հավաքել մեր հայկական էլեմենտներով, որ հնարավոր է նաեւ հետաքրքրի արտասահմանցուն, բրավո, ես սպասում եմ, որ դու միայն կնվագես կամանչա, իհարկե շեփորը շատ զարմացրիր, մենք չենք սպասում, որ դու նաև այսքան լավ շեփոր ես նվագում, հերիք չի, բայց նաև հարվածային գործիք հետաքրքիր էր բավականին, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Աստորեն հենց բեմում կենթանի կերպով ստեղծվեց երաժշտություն։ Այո։ Ողջույն Խաչ ջան, նախ շնորհավորում եմ նորից վերադարձել ես նախագիծ։ Բավականին տարբերվող նոմեր ներկայացրեցիր։ Ինձ այնքան չհասավ այն ինչ որ դու այսօր պատրաստել էիր։ Կամանչան, որը որ քո ներկայանալի գործիքն է, որով դու առաջին իսկ օրվանից ներկայացել ես մեր նախագծում, դու կամանչայով ներկայացար երևի 10 վայրկյան։ Եվ կարծես թե մնացած գործիքներում սաքսոֆոնը մի փոքր ինձ համար ֆալշ էր հնչում, շեփորը, հետո Վիկտորիա ասեմ, որ եթե Սայաթը այսօր լիներ, հնարավոր է DJ Սայաթ լիներ, գիտես։ Ես համաձայն եմ բոլոր fusion, այն ինչ որ մենք սպասում ենք այն Սայաթնով, այս իսկ թվում է մեր դարում կլիներ հենց այսպեսի։ Լրիվ համաձայն եմ ինչ ես ասում, բայց իմ կարծիքով թերացավ, թերի էր իմ կարծիքով լիարժեք չէր այն ինչ որ դու մտածել էիր, բայց ապրես շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Խաչ ջան, շնորհավորում եմ, որ բեմում ես, վերադարձել ես։ Հետաքրքիր էր, բայց նաև ուզում եմ մի դիտարկում անել։ Ես անընդհատ խանգարում էր, ուզում էի հասկանայի այն գործիքը, ինչ որ դու նվագում ես, ինչ ես նվագում ու ինձ թվում էր շատ սիրուն բան ես նվագում։ Այն ինչ որ դու նվագում էիր, այն նվագում էիր, հավասար լիներ, չմնար ռիթմերի տակ։ Այսքանը ապրես։ Շնորհակալություն եւ Սյուզաննա, ինչ եք կարծում։ Խաչ ջան, շատ ուրախ եմ տեսնել քեզ նորից Got Talent Հայաստանի բեմում իսկապես։ Ես կարծում եմ, պարոն Գյուլումյան, որ այսօրվա իրականության մեջ մեր հայկական էստրադային, ֆոլկ, ինչու՞ չէ նաև ժողովրդական երաժշտության միքսը ժամանակակից երաժշտության հետ, եթե մի փոքր էլ դուք աշխատեք Խաչ ջան մատուցման վրա, հրաշալի կստացվի ու եկեք հասկանանք, որ ժողովուրդ մենք մի քիչ էլ պիտի ժամանակի հետ շարժվենք առաջ։ Սա իմ կարծիքն է որպես մարդ, որպես հայուհի։ Եվ ճանապարհ տվեք հավատացողներին, վերջը ինչպես Սյուզաննան ասեց անցած։ Այո, ճանապարհ տվեք հավատացողներին։ Այս ֆորման ինձ շատ դուր եկավ, իսկ շեփորը իմ ամենասիրելի երաժշտական գործիքներից մեկն է, որը դու հրաշալի կատարեցի։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն շատ։